Մեծարգո վարչապետ, հարգարժան ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ։ Երեկ առավոտից, երբ Սամվել Կարապետյանը իր տանից դուրս գալով պտտվեց ու իր պատերի տակ վիզը ծուռ կանգնած նաև ընդդիմադիր պատգամավորներին ասաց գոհ եմ, բայց սրանց մի լավ դաս կտակ, ասում էի տեսնես մեր խեղճ պատգամավորները ինչ են անելու, որ բավարարեն Սամվել Կարապետյանին ու փաստորեն պետք է գային ու աշխարհացունց ելույթներ ունենային ու թողած այդ կարևոր հարցերը բոլորը իրենց ելույթները նվիրեին Սամվել Կարապետյանին։ Բայց հարգելի գործընկերներ, բոլոր մարդկանց տան առաջ եք գնում կանգնում հետևից, որ իրավապահ համակարգը գնում է, դա մենակ մեծահարուստների, որ բավարարեք իրենց, որպեսզի փոխհատուցեն ձեզ ինչ-որ կերպ։ Բայց երեսպաշտությունից եք նոր խոսում, համաձայն եք, որ յուրահատուկ երեսպաշտություն է, էլի պետք, որ գաս տեղ բարձր արժեքներից, բարոյական արժեքներից, ասենց դասեր տաս, բայց համաձայնած լինես դրանից առաջ, որ քո անունը լինի մի ցուցակում, որտեղ վերևի տողում գրած է Ռոբերտ Քոչարյան։ Սա ձեր բարոյական նկարագրի, ձեր արժեհամակարգի մասին ամենալավ ցուցիչն է։ Տիկին Վարդանյան, իդեպ ձեզ քանի որ անդրադարձա, ձեզ հանձնաժողովի նիստի ժամանակ մեր ասել էի, որ տենց ժամանակ ունեք, էլի կողմնորոշվեք եւ տեսակետ հայտնեք։ Արդյոք ձեզ համար եւս, ինչպես ձեր կուսակցական գործընկերոջ Հրանտ Մարգարյանի համար, հոկտեմբերի 27-ը ժողովրդական պորտկում էր։ Արդյոք ձեզ համար եւս օրհասական է նոր հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետությունում։ Արդյոք ձեզ համար եւս այդ նոր հոկտեմբերի 27-ը կլինի սրբության սրբոց։ Իհարկե հիմա իրավապահ համակարգի դեպ դրա հետ կապված աշխատում է, բայց դուք որպես տենց 100-ամյա կուսակցություն ձեր դիրքորոշումը հայտնեք։ Ձեր կուսակցական դիրքորոշումն է դա, թե չէ։ Թե կարող է հանկարծ ասեք, որ դա եւս տենց յուրահատուկ միջամտություն եւ բաներ քաղաքական գործընթացներում։ Կողմնորոշվեք։ Բայց հարգելի գործընկերներ, զգացած կլինեք, որ վերջին շրջանում կարմիր թելի նման այսպես իրենց ելույթներում անցնում է մի թեզ, որ այս իշխանությունը կոռումպացված է, թալանչի է, եւ դա ունի հստակ պատճառ։ Ուրեմն իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո, երբ մենք ասում ենք սրանք թալանչի են, սրանք հանցագործ են, ասում են դե ապացուցեք, դուք եք իշխանություն։ Հիմա փաստաթղթավորված ապացուցվում է դատական ուժի մեջ մտած վճիռներով, պետությանը վերադարձված գույքերով, միլիոնավոր դրամների, որ դուք թալանչի եւ հանցագործ եք։ Եվ հիմա էլ չեք կարողանում գալ ասեք, որ դե ապացուցեք։ Իհարկե ամբողջությամբ չի ապացուցված, դեռ լիքը ժամանակ ապացուցվելու է հերթով։ Էլ չեք կարողանում ասեք, բանը ապացուցեք։ Արդեն ասում եք ժողովուրդ նայեք, սրանք էլ են թալանչի, բայց մենք այդ ձեր fake նաև նյուզերով, բացի ձեր դեմքով, որ դա անում եք, նաև fake նյուզերով ձեր հարձակումներին հիմնավոր հերքումներ են լինում, բայց ձեր հերքումը դրանի պատասխան լինում է մի բան, դատարանում գնում ասում եք, այդ հանցագործ լինելու հետ կապված ես խնդիր չունեմ, այ վաղեմության ժամկետն է զուտ անց է հանցագործության, այդ դիմումներն են ձեր ապացույցները սրան։ Բայց հարգելի գործընկերներ, այս ամբողջ պատմության մեջ տուժեց մի մարդ, դա Մասիսի քաղաքապետն է, խեղճ, ով վերջապես գտել էին մի մարդ, ով համաձայնվել էր այս ամեն բանի տակ մտնել էլի եւ դառնալ ընդդիմության վարչապետի թեկնածու ու իդեպ ում համար փողոց դուրս չեք գալիս, ասում էիք տրիգերը պետք որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց։ Հիմա ոգևորվել եք, մտածում եք տրիգերն է սեր, սա տրիգեր չէ։ Այդ մարդկանց, որ դուք տեսնում եք այսօր, երեք փողոցներում, այդ մարդկանց ստիպում բերում են, ու այդ մարդիկ մեզ դրա մասին ասում են, վստահ եմ կլինեն նաև ոստիկանությունում հաղորդումներ, սա տրիգեր չէ, հանգստացեք։ Նաև ասեմ, որ եթե անգամ դուք ունենաք ձեր երազած տրիգերը, հենց ձեզ սկսեն աջակցել Սալավիովները, Մարգարիտա Սիմոնյանները, Զախարովաները եւ այլ մարդիկ, դուք նորից նստելու եք եւ երազելու եք նոր տրիգերի մասին։